Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Եվ նրանք շուտով իրենց ուռկանները թողեցին և նրա հետևից գնացին։ Մարկոս 1:18։ Երբ Սիմոնն ու Անդրեասը լսեցին Հիսուսի կանչը, նրանք առանց վարանելու անմիջապես հնազանդվեցին։ Եթե մենք մշտապես ճշտապահությամբ և վճռական նվիրվածությամբ գործնականորեն կիրառենք այն, ինչ լսել ենք կամ կարդացել, ապա Տիրոջ շնորհքով հոգևորապես լավ կաճեինք։ Նա, ով հոգացել է իր հացն անմիջապես ուտելու մասին, չի կորցնի այն։ Նմանապես էլ նա, ով ջանք է արել օգուտ քաղել Աստվածաշնչի ուսուցումներից, չի զրկվի դրանից։ Շատերն, ովքեր կարդում կամ լսում են, այնքան հեռուն են գնում, որ նպատակադրվում են շտկումներ անել Աստծո խոսքի մեջ։ Ավաղ, նրանց նպատակները երբեք չեն ծաղկում և հետևաբար երբեք պտուղ էլ չեն տալիս։ Իսկ նրանք սպասում են, տարուբերվում, վերջում էլ խճճվում, նմանվելով ցրտաշունչ գիշերը սառած ջրափոսերին, որոնք ցերեկվա արևից հալվում են, միայն որպեսզի գիշերը դարձյալ սառչեն։ Նրանց մահացու հապաղումները ներկված են սպանված ազնիվ մտադրությունների արյունով։ Դրանք նոր ծնված անմեղ որոշումների սպանդանոց են։ Մենք շատ մտահոգված ենք, որ երեկոյան ընթերցանության մեր այս գիրքը անպտուղ չլինի, ուստի աղոթում ենք, որ այն կարդացողները միայն կարդացողներ չլինեն, այլ նաև խոսքը կատարողներ։ Կարդացածից կարելի է առավելագույն օգուտ քաղել ճշմարտությունն ի գործ դնելով։ Եթե այս էջերը կարդալիս ընթերցողի մոտ պարտավորության զգացում է առաջանում, թող նա շտապի իրագործել այն, նախքան սուրբ լուսարձակումը կհեռանա իր հոգուց։ Թող նա անմիջապես մի կողմ ձգի իր ուռկանները և թողնի ամեն բան, որպեսզի ապստամբ չգտնվի իր Տիրոջ կանչի հանդեպ։ Տեղ մի տվեք սատանային ձեր հապաղումով։ Շտապիր, քանի դեռ հնարավորությունն ու ցանկությունը հաջող կերպով միաբանված են իրար հետ։ Մի բռնվիր քո սեփական ուռկանի մեջ, այլ քանդիր աշխարհասիրության կապանքները և գնա այնտեղ, ուր Տերն է կանչում քեզ։ Երջանիկ է այն գրողը, որը հանդիպում է այնպիսի ընթերցողների, որոնք վճռում են հետևել իր ուսուցումներին։ Նրա բերքը հարյուրապատիկ կլինի, և նրա տերը մեծապես կփառավորվի։ Երանի այդպիսին լիներ մեր վարձքն այս կարճ խորհրդածությունների և ակնարկների համար։ Ով Տեր, շնորհիր դա քո ծառային։